Վերահաշվարկ կատարելու վիճակահանությամբ տեղամասերի քվեաթերթիկները բացելու օրակարգի քննարկումով գումարած նիստերից հետո բոլոր ընտրատարածքային հանձնաժողովները գործընթացը սկսեցին ժամը 14-ից։ Սահմանված կարգով հանձնաժողովներն իրավունք ունեն վիճակահանությամբ ընտրել այն 3 ընտրական տեղամասերը, որտեղ քվեների պարտադիր վերահաշվարկ են իրականացնելու։ Գյումրիի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 3-ից բացի սեփական նախաձեռնությամբ որոշեց վերանայել եւս 1 ընտրատեղամասի նախնական արդյունքները, հիմք ընդունելով արձանագրություններում նկատված մի քանի տվյալների անհամապատասխանությունը։ Անճշտությունների թիվը մի քիչ մեծ էր, անճշտությունների թիվը դա որոշակի կասկած հարուցեց, ասեմ նաև, որ կարող է ամեն ինչ նորմալ է, որ բացենք Երևա, ուղղակի լինում են անճշտություններ, որ 1-2 այստեղ մի քիչ շատ էր, դրա համար մենք որոշեցինք սեփական նախաձեռնությամբ այդ տեղամասը բացել եւ մեր կասկածները փարատել։ Կասկած հարուցողը թիվ 32 դպրոցում տեղակայված 31-ի 57 ընտրատեղամասն էր, որտեղ ըստ Տիգրան Ղազարյանի անճշտություններ էին տեսել կազմված արձանագրություններում։ Օրինակ եղել է մասնակիցների թվի եւ տրամադրած դրոշմանիչների անհամապատասխանություն։ Շտաբողականության բանով լրացնում են այսպես արագ, որ շուտ կան այստեղ մինչև առավոտ 6-ը դուրսը նստին։ Մի 10 րոպե եթե իրենք բանանեին, դրանք էլ չէր լինի։ Ասենք պետք է 100 գրեն, այդտեղը 0 են գրել, ասենք չօգտագործված կտրոնների թիվը 0 են գրել, հարցնում եմ կտրոն օգտագործել եք, ասում է չէ, ասում եմ չէ 0 գրել, այդպիսի բաներ են։ Շտապելու թե ընտրական գործընթացին բավարար չտիրապետելու պատճառով էր։ Հանձնաժողովի նախագահը երկուսն էլ չի բացառում։ Նախընտրական շրջանում վերապատրաստման դասընթացները այդպիսի սխալներից տեխնիկական վրիպումներից խուսափելու համար էին, բայց այս անգամ եւս փաստում են տեղամասային հանձնաժողովների անդամների թերի պատրաստվածությունը։ Դասընթացներից հետո եթե մարտիկ նույնիսկ ինչ որ բաներ են չեն անում, ես պատկերացնում եմ, եթե դասընթացները չլիներ, ինչ վիճակ կլիներ։ Ուղղակի իմ խնդրանքն է հաջորդ ընտրություններին այն կուսակցությունները, որոնք որ պետք է նշանակեն անդամներ, մի քիչ ավելի պատասխանատու վերաբերվեն այդ գործընթացին, ոչ թե իմ մոտիկն են նշանակեմ, այլ անձնական որակներից ելնելով նշանակեն, որովհետև նույնիսկ մի քանի հանձնաժողովի անդամներ կան, նախագահներ կան, որոնք որ հաջորդ անգամ որ եղան, ես պետք է միջնորդեմ, որ իրանց հանեն ուրիշ մարդ տնեն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կասկածները զրոյացան 57-րդ տեղամասի պարկերը բացելուց եւ վերահաշվարկից հետո։ Թվային անհամապատասխանություն չգտան։ Վերահաշվարկին թիվ 57 տեղամասային հանձնաժողովից ոչ մեկը ներկա չէր։ Տրամադրվել են 1300 ինքնասոսնձվող, իրանք օգտագործել են 604-ը, որով այստեղ ֆիքսել են, պետք է մնար 696, որը եւ արկա է։ Այդ առումով նորմալ է։ Հիմի թվերը կարող է մեկինը սխալմամբ ուրիշ թիվ են կերել այստեղ, էլի, հանրագումարը ավելի է, քան մասնակիցների թիվը, հիմի չի կարող այդպես բաներ։ Ընդամենը մեկ դրոշմանիշի տարբերություն հայտնաբերեցին հաշվարկների մեջ, որը էական բան չէր նշանակում։ Կուսակցությունների եւ դաշինքների օգտին քվեարկած ձայների նախնական արդյունքները եւս անփոփոխ մնացին։ Իսկ ինչպես են անցել ընտրությունները անի եւ արդիկ համայնքների 55 տեղամասերում, թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Թադևոսյանը գնահատեց իր ընտրատարածքի ընտրողների մասնակցության ակտիվությունը եւ հայտնեց, որ տեղամասային կենտրոններից ստացած ահազանգերը առնչվել են տեխնիկական խնդիրներին։ Վստահված անձիկ բեջեր չեն կախել գնացել հարցը կարգավորել ենք, ստացել ենք որ նեսը մարդկա չեն ճանճով է, բեջ չկա, բան չկա, գնացել ճշտել ենք, նմանատիպ բաներ, տեխնիկական խնդիրներ եղել։ Մի վստահված անձիկ աշխատանքի միջամտել են, գնացել օրենքը բացատրել են, որ դուք իրավունք չունեք միջամտելու։ Մարզի 4 ընտրատարածքներից մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է թիվ 33-ում։ 55 տեղամասերից ստացված տվյալներով ընտրական իրավունք ունեցող ավելի քան 53000 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 32454-ը, այսինքն 61.8%-ը։ Անի եւ արդիկ համայնքների 55 տեղամասերի կենտրոններից այսօր վերաբացվեցին 28-ը, 45-ը եւ 55-ը։ Հանձնաժողովների վերահաշվարկը կավարտվի հունիսի 12-ին ժամը 14-ին։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։